Թևոսյան 1/3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Ես գիտեմ, որ դուք եք մասնակցում, բայց փորձեք այդ հարցը դնեք մի կողմ, փորձեք օբյեկտիվ։ Մենք մասնակցում ենք, բայց ես երբեք օբյեկտիվությունը չեմ կորցնում այդ հարցերում։ Գյումրիում սպասվում են շատ մրցակցային ընտրություններ։ Սա իհարկե մունիցիպալ ընտրություններ են, բայց առնվազն մի քանի գործոն այս ընտրությունները դարձրել են խիստ մրցակցային։ Առաջինը համարյա ամբողջ ներկայապնակը մասնակից է ընտրություններին, քաղաքական, ուղղակի կամ անուղղակի, միջնորդավորված կամ ոչ, մի խոսքով մի լայն սպեկտր մասնակցում է։ Երկրորդը, ինչքան էլ այս ընտրությունները մունիցիպալ լինեն, ժամանակագրության առումով դրանք նախորդում են 2026-ի խորհրդարանական ընտրություններին, գլխավոր ստուգատես են եւ ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում մերը, բացի Գյումրու խնդիրները սպասարկելուց կամ Գյումրու զարգացման օրակարգ ներկայացնելուց, փորձում ենք այնուամենայնիվ մեր ուժերը նաեւ չափել, մեր պոտենցիալը հասկանալ գլխավոր ստուգատեսից առաջ։ Եվ սա շատ բնական է, այլ պատճառ էլ կա, բացի քաղաքական ուժերից, Գյումրիի ազդեցիկ խմբերի ներկայացուցիչներ են մասնակից այս ընտրություններին, եւ այս ամեն ինչը մեծացնում է Գյումրու ընտրությունների մրցակցային բաղադրիչը, բայց ես ուզում եմ նաեւ հատուկ ընդգծել, որ որևէ տարբերակ չեմ տեսնում, որ ԿՊ-ն կարող է միայնակ կամ հնարավոր դաշինքով 50% գումարած մեկ քվե ապահովել, սա ես բացառում եմ, ընդհանրապես բացառում եմ, որ որևէ քաղաքական ուժ կարող է 50% գումարած մեկ ստանալ, բայց հետընտրական փուլում ԿՊ-ի մանևրելու հնարավորությունը, դաշնակիցներ փնտրելու հնարավորությունը շատ սահմանափակ։ Իմ կարծիքով կան դաշնակիցներ, լատենտ։ Տեսեք, իմ չի լատենտ չէ, բացահայտորեն 2, թե 9-ից 9 թեկնածուներ են գրանցված, ԿՊ-ից բացի եւս 2-ը գործում են իշխանության դաշտում, սա բացահայտորեն ասենք, լատենտ չի, լավ էլ բացահայտ է, ուրեմն մեկ այդ եվրո դաշինքն է, հայտնի ուժերի ձևավորմամբ Լևոն Բարսեղյանն էլ տեխնացուն է, այստեղ ես Լևոն Բարսեղյանի անձի դեմ ոչինչ չունեմ, ուղղակի պետք է ճիշտ հասկանանք այս դաշինքի առանցքային կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը Երևանում ընդամենը տարի ու կես առաջ կոալիցիա է կազմել ԿՊ-ի հետ եւ օգնել է ԿՊ-ի իշխանության վերարտադրությանը կամ Տիգրան Ավինյանի քաղաքապետ ընտրվելուն։ Ահավասիկ հնարավոր չէ ԿՊ-ում Երևանում լինել ԿՊ-ի դաշնակիցը, Գյումրիում հանդես գալ ընդդիմադիր դիրքերից։ Նման բան չի կարող լինել եւ ես մեր ընտրողներին բացահայտ ասում եմ, ձայն տալ այդ եվրոքվեին նույնն է, թե ձայն տալ, ասենք ԿՊ-ին, որևէ տարբերություն չկա, որովհետեւ իրենք փորձելու են Երևանի մոդելը կիրառել Գյումրիում։ Մյուսը, որ իշխանության դաշտում է խաղում, անկախ նրանից ինչ կխոսի, այդ մեր երկիշ կա, Արտյոմ Թումանյան, որը ուրեմն վերջին 2 ամսում է կերպարանա փոխվել, բայց ուզում եմ բոլորին հիշեցնել, որ այս մարդը փետրվար ամսին, թե նոյեմբերի վերջին նույնիսկ, մասնակցում էր ԿՊ-ի այսպես կոչված պրայմերիզին, եւ միայն վերջի պահին նրա անունը դուրս բերեցին ցուցակից եւ բացի այդ Արտյոմ Թումանյանը մի արարք է արել, ինչը ինձ ստիպում է 100%-ով պնդել, որ ինքը չի կարող ընդդիմադիր լինել, սա այն անձնավորությունն է, որի կեղծ ամբաստանության հիման վրա ձերբակալվել, կալանավորվել, ապա ի վերջո քրեակատարողական հիմնարկներում բարոյական ճնշումներից հետո դատանում մահացել է Արմեն Գրիգորյանը ռեժիսոր։ Այսինքն չի կարող այս մարդը, որը նման բան է արել տարիներ առաջ, այսօր ընդդիմադիր դիրքերից հանդես գալ։ Հիմա ես կարծում եմ նույնիսկ Եվրոդաշինքի աջակցությամբ
ԿՊ-ն չի կարող 50% գումարած մեկ հավաքել Գյումրիում, հետևաբար մնացած 6 ընդդիմադիր քաղաքական ուժերի համար հրաշալի միջավայր է ստեղծվել, քաղաքական կոնսենսուսով, կոնսոլիդացիայով հետընտրական փուլում ձևավորել այնպիսի դաշինք, որը կարող է Ա. կայուն զարգացում ապահովել Գյումրիի համար, Բ. թույլ չտալ ԿՊ-ի հաղթանակը Գյումրիում։ Սուրեն, ես